Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, հյուրս էլ Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ճիշտ ասած վերջին հանդիպումը ունեցել ենք, զրուցել ենք, այնքան էլ շատ ժամանակ չի անցել դրանից, բայց այնքան շատ իրադարձություններ են այսօր տեղի ունենում հակադոպինգային դաշտում, որ վստահ եմ այս հանդիպման անհրաժեշտությունը կա։ Շատ երկրներ սկսել են կրկին չխնայել իրենց մարզիկներին ու անխնա օգտագործել արգելված խթանիչներ, զանազան միջոցներ եւ դրա հետևանքը մենք արդեն գիտենք որոշակի խնդիրների առաջ են կանգնած ամբողջ երկրով մեկ։ Վերջերս անցկացվեցին այսպես կոչված այլընտրանքային օլիմպիական խաղեր, որը մեկ միլիարդատեր մարդու քմահաճույք էր եւ այստեղ եւս բարեբախտաբար արգելված խթանիչների կողմնակիցները հասկացան, որ սպորտում ի վերջո դա չէ ամենակարևորը։ Մենք այս ամենին ավելի այսպես կանրադառնանք մանրամասն։ Սկսենք մեր հակադոպինգային գործակալության գործունեությունից, ինչպես է աշխատում այն հավելվածը, որով իրազեկում էիք մեր մարզիկներին, եւ խնդրում եմ ներկայացնել, թե ինչ ձեռքբերումներ ունենք, մասնավորապես մեր դոպինգ օֆիցերների ցենզը այնքան է բարձրացել, որ մենք կարողանում ենք արդեն հերթական անգամ օգնել այլ երկրներին ունենալ բարձրորակ դոպինգ սպաներ։ Հիմա խնդրեմ այս երկու հարցը պարզաբանենք։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սկսեմ նրանից, որ անցյալ տարվա նոյեմբերի վերջին մեր գործակալությունը արժանացավ այսպես կոչված ոսկե ստանդարտին։ Անգլերեն ասած դա կոչվում է best practice։ Այսինքն հիմա մենք հավասարազոր ենք, թե մենք, թե Եվրոպայի առաջատար երկրները, թե Ասիայի առաջատար երկրները, համաշխարհային հակադոպինգային գործակալությունը նաև որոշում կայացրեց նկատի ունենալով մեր շատ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Լեհաստանի հակադոպինգային գործակալության հետ, ինչպես նաև նա, որ մենք ձգտում ենք ներդնել Հայաստանում իրանց մոդելը կառավարման եւ հույս ունենք, որ շատ առաջ կգնանք դա իրականացնելով եւ տվյալ պահին WADA-ն ինքը փողը ներդնում, որպեսզի մեր գործընկերները այն ասպարեզներում, որտեղ ինչ-որ մի բանի մեջ կոպիտ ասած կաղում ենք, պարտադիր մեր գործընկերները գան եւ մեզ օգնեն։ Բայց դրա հետ մեկտեղ առաջվա սովետական միության երկրները, որոնք որ մեծ պահանջարկ ունեն լավ մասնագետների, արդեն երկրորդ անգամ են փող ներդնում եւ արդեն երկրորդ անգամ հրավիրում են մեր հետպատասխան բաժնի ղեկավարին, որպեսզի գնա Կիշինյով եւ անցկացնի այնտեղ հատուկ ուսուցումներ, որպեսզի մոլդովացիք նաեւ ունենան որակյալ դոպինգ սպայել։ Եվ բացի այդ մենք նաեւ բարբերաբար ներկայացուցիչներ ենք ունենում դոպինգ սպայի կարգավիճակով ամենախոշոր մարզական միջոցառումներում Գոհար Սահակյանը եւ Փարիզի եւ Միլանի օլիմպիական խաղերում այդ հանձնաժողովի կազմում էր եւ սպասարկում էր օլիմպիական խաղերը։ Այո, դա էլ է մեծ հաջողություն իհարկե։ Այնպես որ ընդհանուր վիճակը վատ չի։ Իսկ սպորտում առայժմ կարծես թե ամեն ինչ կարգին է, չկան հատուկ ենք պատահում է, բայց այսպես ասենք կամ մարզիկի կամ մարզչի անիրազեկ լինելու պատճառով հիմնականում։ Հա դուք հարցրեցիք նաև մեր հավելվածի մասին, հավելվածը վերաթողարկվել է, շատ լավ է աշխատում եւ շատ օգտակար, նույնիսկ դիզայնը արվել հատուկ։ Իսկ ինչ վերաբերում է որակազրկումներին, ճիշտն ասած վերջի ամիսներին ունեցել ենք որակազրկումներ կախված սիրողական մարզիկների հետ եւ ավելի շուտ երկրորդ կարգին մարզիկների հետ։
Վերջի մի քիչ ոչ լավ իրավիճակը եղել է մարամարտությունում, քանի որ մրցումների ժամանակ բժիշկը ինքնական որոշել է օգտագործել արգելված նյութ։ Չնայած մեր մարզիկը զգուշացրել է, որ ես մարզիկ եմ, չի կարելի։ Դե բժիշկը ամեն ինչ խոստովանել է, մենք որոշեցինք, որ բժիշկին կտանք 4 տարի, մարզիկին 5 ամիս։ Հասկանալի է։ Խոսքը Եվ դա գնում է շատ մեր լավ է, որ առաջատարները մարզիկներից։ դրա կարիքը չունեն եւ շարունակում են, այսպես ասեմ, մնալ մաքուր սպորտի դաշտում։ Սա շատ կարևոր է, որ չի կրում այս ամենը համակարգային բնույթ։ Այն ինչը չես ասի օրինակ Հնդկաստանի մասին։ Ցավոք այսօր ամենավարտը Հնդկաստանի գործերն են եւ massայաբար բռնվում են զանազան մարզաձևերի ներկայացուցիչներ։ Այո, 25 թվին 240 հոգի եւ երբ որ հարցրեցին հնդիկներին, թե ինչի է այսքան շատացել, ասում է բյուջեն բարձրացել է 2 անգամ, ավելի շատ են անում թեստավորում, դրա համար ավելի շատ մարդ են։ Այսինքն առաջել էին անում, ուղղակի չէին ստուգում։ Սա շատ ավելի վատ խոստովանություն է, կան կարելի է ասել այլ պատճառ գտնել։ Ինչա՞ օգտվեմ մարդիտիվ ասեմ, որ թեստավորման տեսանկյունից իհարկե առաջ տեղը մնում են չինացիք, որ բոլորը շատ են անում թեստավորում։ 25 թվին նաև գերմանացիք են շատ արել, դե պատկերացրեք Գերմանիայում արել են 14000 տեստ, իսկ նույն ԱՄՆ-ում 7000։ Հիմա դրա համար ԱԴԱ-ն անդադ դիմում ամերիկացիներին, ասում են չի ուսանողական սպորտում այդքան քիչ տեստեր եք անում։ Փաստորեն ուսանողական սպորտում չի կատարվում արտամրցումային ստուգում։ Եվ տեսեք վերջի ատլետիկայի աշխարհի չեմպիոնատի ժամանակ, երբ որ ներկայացնում էին մարզիկներին, ասում են օրինակ սա վազել է 9.5, 9.6, բայց վազում էր 10-0, որտեվ անցել է։ Աստված գիտի ինչ է։ Ուղղակի հեռուստադիտողներին տեղեկացնենք, որ արտամրցումային տեստերը զերծ են պահում մարզիկներին մինչև մրցումներն էլ որոշակի արգելված խթանիչներ օգտագործել եւ դա նույնպես շատ կարևոր է, որովհետեւ շատ-շատերը մրցումներից առաջ օգտագործում են, հետո մաքրվում են, օրգանիզմում այլևս դրա արկայությունը չկա, բայց ազդեցությունը օրգանիզմի վրա դեռ պահպանվում է, դրա համար շատ կարևոր է, որպեսզի մինչև մրցումներն էլ ստուգվեն ու չանեն այն, ինչը հետագայում ծայրահեղ վտանգավոր է լինելու առողջության համար։ Պարոն Հովհաննիսյան, բժշկի կամ դոպինգ սպայի անփութությունը հաճախ իսկապես պատճառ է դառնում շատ ավելի խորը ճգնաժամերի, քան մենք ձեր նշած դեպքն է, այսպես դա ընդամենը մեկ դեպք է, իսկ օրինակ Վրաստանում, մասնավորապես ռեգբիի հավաքականում շատ լուրջ իրավիճակ է, մենք հիմնադիր խորհրդի անդամները ստացել ենք հատուկ ծանուցում, որ հիմա իրավաբաններն են զբաղվում պարզելու համար, թե ինչու է այդպես արվել եւ հետո նոր կորոշեն, թե ինչ պատիժ է հասնելու ռեգբիին ու անգամ խոսակցություններ կան, որ ընդհանրապես վրացական սպորտը կարող է դրանից տուժել։ Իսկ ինքներդ ներկայացրեք, թե ինչպես է ինչ որ մեկը փոխել մարզիկների անալիզները, դոպինգ, այսպես նմուշները եւ դրանից խայտառակ պատկեր ստացել։ Իրավիճակը ներկայացնեմ 6 նմուշ ռեգբի Վրաստանի ազգային ռեգբիի թմից, որոնք որ գնացել են լաբորատորիա, հանգարցակի պարզել են, որ 6 նմուշում էլ նույն ստերոիդալ մակարդակն է, ստերոիդները նույն մակարդակը, որ անհնար է, որովհետև ամեն մարդ յուրահատուկ է։ Իր ստերոիդների պարզվել է, որ բոլորը պատկանում են թիմի ավակին։ Սպորտային տեսանկյունից հետաքննությունը ավարտված է, թիմի ավակը ստացել է 11 տարվա վարակազրկում, այն բժիշկը, որի որ օգնությամբ կատարվել է զեղծարարությունը, այո, 9 տարի, մնացածը 4, 5, 3 տարի։ Պատճառը ինչ է եղել, չգիտենք, դոպինգ սպայի անփութությունը, թե ինչ որ պայմանավորվածություն,
Համենայն դեպս Հենց դա են հիմա հետաքննում Այո, Վրաստանի ոստիկանությունը շատ մեծ հետաքննություն արել, ընդհանուր նրան, որ հակադոպինգային գործակալության բոլոր աշխատակիցների հեռախոսները, համակարգիչները հավաքվել են, որպեսզի տեսնեն, թե արդյոք չեղեն նախնական պայմանավորվածություն եւ կոռուպցիայի նշաններ։ Հիմա այդ հետաքննությունը գնում է, բայց համենայն դեպս որակազորկումները ավարտվել են։ Բացի դրանից որոշում են կայացրել 2022 թվականից սկսած բոլոր նմուշները, որոնք հավաքել են լրացիկ, այո, բոլորը նորից ստուգեն։ Որտեւ գիտեք, որ մի քանի տարի առաջ էլ բավականին մեծ քանակով ջյուդոիստներ եւ ծանրամարտիկներ են վրացի բռնվել։ Այո։ Բացի դրանից կայացրել են որոշում նախկին սովետական միության երկրների, որոնք որ աշխատել են տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունում, այսինքն դա Ադրբեջանն է, Մոլդովան է, Հայաստանն է, նորից վերաստուգում անել։ Ես չգիտեմ ինչ վիճակ է Մոլդովայում, բայց մոլդովացիք շատ վախեցած են։ Մենք ստացել ենք միայն մեկ առաջարկ լաբորատորիայից մի մարզիկի հետ կապված, որ թույլ տվեք հավելյալ վերլուծություններ անել։ Ուղղակի կարող է գաղտնիք են բացում, բայց մարզիկին ճանաչելով, դա ուղղակի բնական ինչ-որ տարբերություն անորմաններ, որ այո, ընդեր բան։ Մենք Ադրբեջանում կայացավ մեծ ժողով նախարարության հետ, ընդեղ չգիտեմ ինչ վիճակ։ Ճիշտն ասած։ Շատ լավ։ Շատ երկրներ, հատկապես Աֆրիկայում նորից կանգնել են դոպինգ սկանդալների առջև։ Կարծեմ Քենիայում կա շատ լուրջ խնդիր։ Նիգերիան է ունեցել ամիսներ առաջ, հիմա չգիտեմ այնտեղ ինչ վիճակ է, համենայն դեպս շուտով կծանուցեն նաև այդ մասին, այնտեղ ինչ են անում, այնտեղ ինչու են այսպես ակտիվացել։ Քենիայի պատմությունը նորից վերսկսեց նրանից հետո, որ ցանկացել են անեն դոպինգ ստուգում վազողներին։ 250 հոգուց մնացել է այդ մրցումներին մասնակցող 108 հոգի։ Փախել են բոլորը։ Բոլորը փախել են։ Էթիոպիայում իրար հետևից երկար վազողներ բռնվեցին։ Ասենք, որ հիմնականում մարաթոնիստները Քենիայից, Էթիոպիայից են, եւ դրա համար էլ խնդիրներ կա։ Բայց Վադան շատ լրջորեն է զբաղվում, ես գիտեմ, որ ուրիշ երկրներից եկել են մասնագետներ, որպեսզի Քենիայի իրավիճակը մի քիչ բարելավեն։ Պարոն Հովհաննիսյան, գիտեք, շատ զարմանալի է մարդկանց այսպիսի վերաբերմունքը, շատ կարճ ժամանակում ինչ-որ հաջողության հասնել զեղծարարությամբ, խաբեբայությամբ, մեծ վնաս տալով առողջությանը մարզիկների, որովհետև ի վերջո դա հետո լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Մենք պատմության ընթացքում գիտենք այսպես շատ անվանի մարզիկներ, որոնք շատ շուտ հեռացել են սպորտից, որովհետև օրգանիզմի այդ ռեսուրսները իրենք քամել են արգելված խթանիչներով, հետո էլ առողջական խնդիրներ են ունեցել եւ շատ երիտասարդ տարիքում մահացել են։ Դրանցից ամենաակնառուն թերևս Նաիմ Սուլեյմանօղլին է, նախկին Բուլղարիայի, հետո Թուրքիայի հավաքականի անդամ ծառորդ, օլիմպիական եռակի չեմպիոն եւ շատ շուտ մահացավ, որովհետեւ քայքայել էր օրգանիզմը ամբողջովին զանազան արգելված միջոցներով։ Եվ հետո փորձնել է ցույց տալիս, որ դրա անհրաժեշտությունը չկա, եթե դու գնում ես մարզվելու, քրտինք թափելու, հաղթանակի հասնելու ճիշտ ուղով։ Այս այլընտրանքային խաղերը, որ Միացյալ Նահանգներում կազմակերպեց այդ միլիարդատերը, ուղղակի ծիծաղելի էին, այլընտրանքային օլիմպիական խաղեր։ Եվ ամբողջ այդ խաղերի ժամանակ բարելավեց աշխարհի մեկ ռեկորդ։ Չէ, լողորդներ կարծեմ։
Ընդ որում մաքուր մարզիկը։ Ընդ որում մաքուր էր։ Ընդ որում մաքուր մարզիկը սահմանեց ռեկորդ, Փարիզի Օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիր էր, այնպես որ հայտնի մարզիկ էր, ուժեղ մարզիկ էր, աշխարհի ռեկորդ սահմանեց։ Մյուս բոլոր դեպքերում այդ դեղ օգտագործած, խթանիչ օգտագործած, արգելված խթանիչ օգտագործած, չգիտեմ, անաբոլիկներ, ստերոիդներ, զանազան այլ միջոցներ օգտագործած մարզիկները առանձնապես բանով աչքի չեն գան ու չպայլեցին։ Որպես գիտության մարդ պարզաբանեք եւ կոչ արեք, որ սխալ է այդ ճանապարհը։ Ես ձեզ ասեմ, որ հատկապես ծանրամարտում, եթե համատենք այն արդյունքները, որոնք որ ցույց են տրվել այդ Խաղերի այսպես կոչված խաղերի Իհարկե նաև ասենք, որ ուժեղները չեն մասնակցել, Հա։ խելամիտ մարդիկ չեն գնացել այդ խաղերի Եվ, ավանտյուրայի ճանապարհով։ Եվ Ասիայի առաջնության ժամանակ տարբերությունը ահավորը մինչև 20-30 կիլոգրամ, այսինքն մաքուր մարզիկները 20-30 կիլոգրամ ավելի են բարձրացրել։ Ինչ վերաբերում է սպրինտին 100 մետրին, այդ արդյունքը, որ հաղթողը ցույց է տվել, նույնիսկ կիսայի զրափակիչ չէր հասնի։ Այստեղ մի նյուանս կա, ճիշտն ասած, ուղղակի երկար տարիներ աշխատելով այս ասպարեզում 1967 թվականին, որտեղ հիշեցիք բուլղարացիներին, Այո։ կար Աբաջիևի կողմից սերտորեն համագործակցելով բուլղարացի բժիշկների հետ մշակած մի մեթոդոլոգիա, որը ներառում էր 8 ամիս անաբոլիկ ստերոիդներ ընդունել։ Տնցրեմ։ Ասեմ, որ այն ժամանակ, երբ որ մենք իրան ես այդ ժողովին մարսեցինք պարոն Աբաջիև, բա ոնց, ասեց 67 թվին անաբոլիկ ստերոիդներ արգելված չէին։ Եվ ամենազարմանալին նաև, որ այդ մեթոդոլոգիան հետո վերցրեցին բժիշկները եւ հիմա ասենք ծանր վթարներից հետո ինչ որ տրավմաներից հետո երբ որ մարդը հասարակ ստիպված է 3 ամիս, 4 ամիս պարկած լինել անշարժ եւ հատկապես ողնաշարի հետ խնդիրներ, այդ սխեման էլ օգտագործում են բժիշկները։ Սա հասկանալի է բուժման համար։ Վերականգնում են։ Ոչ թե 2 կիլոգրամ ավելի բարձրացնելու կամ 1/10 վայրկյան ավելի արագ վազելու համար։ Փորձեք մի ամիս անաբոլիկ ստերոիդ օգտագործեք, ոչ մի օգուտ չեք ստանա։ Բացարձակ։ Իսկ ստեղ ինչ-որ բաներ են հնարում, ասում եմ, որ Bolt-ի ռեկորդը խփի 15 միլիոն փող եմ տալիս, բայց Bolt-ի ռեկորդը խփելու համար պետք է Bolt-ի տաղանդը ունենաս։ Իհարկե։ Առաջնահերթը միշտ տաղանդն է եւ աշխատասիրությունը։ Երբեք ոչ մի դեղով չես հասնի մեծ արդյունքի։ Ես ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, ես նույնպես կոչ եմ անում սիրելի հեռուստադիտողներ զերծ մնալ այդ միջոցներից եւ մաքուր սպորտի մեջ մնալ ու հաղթել մարզվելով ցանկությամբ ու հաղթանակի կամքով։ Այս պահին այսքանը, պարոն Հովհաննիսյան, բայց ձեզ դեռ կարող եմ մի Այո, իհարկե, րոպե խոսել, որովհետեւ ինձ համար դա շատ կարեւոր է։ Սա առաջի աշխարհի չեմպիոնատը կլինի ֆուտբոլի։ Երբ որ մենք կունենանք 5-6 մարզիկ, որոնք որ 40 տարեկանից բարձր։ Այո, այո։ Ինչն է պատճառը։ Դա որակյալ սնունդն է, որակալ բժշկական սպասարկումն է, այսինքն հանգիստ լարվածություն, Եվ մաքուր սպորտը։ Եվ մաքուր սպորտ։ Դուք հավատաք, որ Մեսին ստանազալով օգտագործի, իհարկե ոչ։ Չեմ հավատա Ռոնալդուին էլ, չեմ հավատա մյուս ուժեղներին էլ, որովհետև քիչ առաջ մենք խոսեցինք այն մասին, որ օգտագործողները շատ կարճ սպորտային կյանք ու նաև ֆիզիկական կյանք են ունենում։ Այնպես որ այստեղ ամեն ինչ ակնհայտ է ու ակնբախ։ Հիմա կանչենք Մարիամին, թող մյուս հարցերը ինքը տա։ Տեսնենք թե հեռուստադիտողներին ինչն է հետաքրքրում հակադոպինգային դաշտում։ Խնդրեմ Մարիամ։ Մարիամ, դոպինգի թեման շատ հետաքրքիր է, չէ՞, ժողովրդի մեջ։ Այո, եւ շատ բազմազան։ Հարցերը տեսնենք։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Մեր հեռուստադիտողին հետաքրքրում է, արդյոք ֆիթնեսում շատ է դոպինգը։ Ֆիթնեսի մասին քիչ բան կարող եմ ասել, բայց бодիբիլդինգում շատ է։ Եվ ճիշտն ասած, վատը նա է, որ այդ սիրողական սպորտում, ֆիթնես ակումբներում շատ են տարածում
տարբեր նյութեր, ընդ որում չստուգած, գալիս են ասում, սա սննդային հավելումն է, բայց պարզվում է, որ մեջը ոչի բան նշած չի տուփի վրա, բայց մեջը պարունակում է շատ թղթանիշներ։ Այսօր վտանգը այդտեղն է։ Ես նույնիսկ գիտեմ, որ ֆեդերացիաներ կան բոդիբիլդինգի, որ չեն ստորագրել WADA-ի պայմանագիրը, իրեն չեն ստուգվում։ Կան նաև մաքուր ֆեդերացիաներ, այսպես ասեմ, որոնք բայց համեմատաբար ավելի քիչ մասնակիցներ ունեն։ Մենք դեպք ենք ունեցել, երբ որ սերողական մարզիկը, որ այցելում էր ֆիթնես կլուբ, տեսել մրցում կա powerlifting-ից։ Գնացին մասնակցել։ Ասում դուք ով եք։ Ասում ես խոհարար եմ։ Հանգարցակի տեսա, ես մենակ եմ պարապում, բան ինչ ուզում եք էտես արեք։ Բռնվել եմ, ինչ ուզում եք արեք, էլ չեմ մասնակցել մրցույթին։ Այ էտա վտանգը, որ հանգարցակի մարդիկ բաներ են օգտագործում։ Եվ գաղափարություններ, որ կարգելված նյութեր, բան։ Բացարձակ գաղափարություն, ոնց ասում եմ, տենց բան կա։ Ինչքանով է օգնում դոպինգը արդյունքների հարցում։ Ոյ, այ մենք խոսենք Պարանգիլյանի Տաբաջիևի մեթոդի հետ, թրիշ երկարությունում կարող եմ ասել, եթե դու թռնում էր 7 մետր, այդ 8 ամիս օգտագործելով թռնում էր 7.50, բայց եթե դու թռնում էր 8.50, դու երբեք չէր կարողանա միևնույնը Ռոբերտ Էմյանին հաղթեիր։ Հետո Ռոբերտ Էմյան թռնում էր 8.86 առանց որևէ մի դոպինգի։ Նենց որ մոտավորապես 40 սանտիմետր։ Ինչով է տարբերում դա բուսական ադապտոգեններից, այսինքն եթե դու ընդունում ես բուսական ադապտոգեններ, որոնք լրիվ անվնաս են օրգանիզմի համար, նրանք ուղղակի պահպանում են քո կոորդինացիան։ Ես դեպք եմ ունեցել, երբ որ մեր հայկական լոշտակը ես տարել էի Ուկրաինա, եւ ինձ հարց տվեցին, ասին, «Պարոն Հովհաննիսյան, այ դուք ասում եք թռնողների հետ եք երկար տարի, ես ունեմ 7 մետր թռնող, որ տամ ձեր լոշտակը 7.50 թռն, ասի ոչ, բայց 6 անգամ էլ 7 մետր, 6-ը փորձում էլ 7 մետր կթռնի, որտեղ կոորդինացիան է պահպանվում։ Ոնց որ մոտավորապես այդքան ծանրամարտն չգիտեմ։ Որոնք են ամենահաճախ հանդիպող խախտումները։ Վերջի տարիներին, ասեմ սենց, ամենահաճախ հանդիպող խախտումները, որոնք կախված չեն դեղերի օգտագործման հետ, դա գտնվելու վայրը չներկայացնելն է։ Նույնիսկ մենք Հայաստանում ունենք արդեն մոտ 8 զգուշացրած մարդիկ ուղղակի մոռանում են, որ պետք է լրացնեն, որ դոպինգսպան իրանց գտնի, կամ հասցեն փոխում են, չեն նշում։ Երկրորդ տեղը իհարկե մնում են անաբոլիկ ստերոիդները, ցավոք սրտի։ Երրորդ տեղը միզամոլներն են գրավում, բայց ոչ թե նրա համար, որ քաշ իջացնելու համար են օգտագործում, այլ նրա համար, որ քողարկեն անաբոլիկ ստերոիդները։ Որ շուտ մաքրվի օրգանիզմը։ Հիմա վերցնենք մի երկիր, որտեղ որ, չգիտեմ ինչի, մնացել է հնուց, մի դեղ, որը որ իրանց ասելով շատ օգտակար է իրանց ազգի համար, չեմ ուզում անունը տամ, դա Միլդրանն է։ Միակ երկիրն է, որտեղ որ արդեն 89 դեպք է եղել Միլդրանի հետ կապված։ Այդ ազգի մարզիկները, որ գալիս են Հայաստան, չեն կարող առանց Միլդրանատի, որովհետև դա օգնում է իրանց այդ ծովի մակերեսից գալ 1000 մետրի վրա եւ օգնում է սրտի աշխատանքին։ Բայց որ հիմնականում մնացել են անաբոլիկ ստերոիդներ։ Խթանիչները հիմա այդքան շատ չեն օգտագործում, բայց այդտեղ վտանգը նա է, որ դա լինում է աղտոտված սննդային հավելումներում։ Չկա վերահսկում։ Որն է ամենատարածված միֆը դոպինգի մասին, որին մարդիկ դեռ հավատում են։ Որ առանց պարապելու, առանց տաղանդի կարելի է սուպերմեն դառնալ։ Կարելի է սուպերմեն դառնալ։ Ես դες ասեմ մի դեպք իմ երկարատև աշխատանքից, երբ որ ես աշխատում եմ ֆուտբոլի հետ, մի հատ մարզիկ ունենք, եկավ ասեց Բրիժիկ ջան, այդ դեղերը դե մենք չենք տալիս արգելված նյութեր, այդ դեղերը որ տալիս ես թույլ է տալիս 93 րոպե ինձ անդադ վազել,
բայց մի հատ էլ դեղտեր որ 2 մետրից դադարք դարպասին կարողանամ խփեմ գոլ։ Հարցը դա։ Ձեր կարծիքով ապագայում հնարավոր է հասնել նրան, որ դոպինգային խախտումները կլինեն բացառիկ հազվադեպ։ Հազվադեպ հնարավոր է, բայց երբեք չվերանա արգելված նյութերի օգտագործումը, որովհետև մարդիկ կույր հավատում են, որ իրոք կարելի է միգուցե այսենց ալտերնատիվ օլիմպիական խաղերին մասնակցելով մարդիկ համոզվում են, որ այդքան շատ չէ։ Վատը դա է, որ դեռ կան են բժիշկները, են մարզիչները, որոնք որ համոզված են, որ մի քիչ էլ դեղ տա, ոնց է Ռուսաստանում։ Ասում էր, արի ես քեզ դեղ տամ, ինքը արագ մաքրվում է, հետո գգաս լաբորատորիայում $300,000 կմուծես, անալիզդ կանենք, որ մաքուր լինես, կթողնենք մասնակցես։ Հիշեք սովետական միությունը։ Սեուլում կանգնած էր նավ, որտեղ որ կար հակադոպինգային լաբորատորիա, սկզբից ստուգում էին, հետո ուղարկում էին։ Այնպես որ կան անազնիվ բժիշկներ եւ անազնիվ մարզիչներ, դա կարող է ինչ-որ սերունդը փոխվի, մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն։ Չի կարելի առողջության հետ խաղանել, չի կարելի։ Մենք բազմաթիվ մահեր ենք տեսել, բազմաթիվ, ցավոք սրտի։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, մեր թողարկումը մոտեցավ ավարտին։ Մնացեք ազնիվ սպորտում եւ փորձեք հաղթել ազնիվ պայքարում։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։